Ողջույն իմ սիրելի հետևորդներ։ Կոդ բալանսն է եթերում։ Արմինե Գրիգորյան, նեյրոֆիզիոլոգ, շնչառության մասնագետ, առողջացման տարբեր ծրագրերի հեղինակ։ Եվ այսօր ուզում եմ ներկայացնել իմ հյուրին Անետ Ազատխանյան։ Միջոցառումների կազմակերպիչ, տարբեր իհարկե մասնագիտությունների տիրապետելուց հետո եւ գալով Հայաստան Պարսկաստանից Անետը այստեղ իրականացնում է շատ կարեւոր մի գործ, ես կասեմ, օգնել մարդկանց իրենց հոգսերը թեթևացնել կազմակերպչական առումով տարբեր միջոցառումների եւ ավելի պատշաճ ներկայանալ, այդ գեղեցիկ օրերը։ Անետ ջան, կուզենայի մի քանի բառ, դուք եկել եք Պարսկաստանից արդեն քանի տարի է որ Հայաստանում եք։ Նախ եւ առաջ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ սիրելի Արմինե, ողջունում եմ ձեզ եւ ձեր ծրագրին, որ այդպես ինձ առիթ եք տվել, ես ներկայանամ եւ օգտվեմ ձեր հաճելի մթնոլորտից։ Ես էլ եմ շնորհակալ, որ այսպես արագ, թեկուզ մենք ծանոթ չենք վաղուց, բայց կարողացաք ժամ գտնել ու գալ։ Ես գիտեմ, որ այսօր շատ հետաքրքիր բաներից ենք խոսելու, որ շատերին է կարևոր լսել։ Եվ այսպես, Պարսկաստանից եկել եք քանի տարի, ինչ մասնագետ եք եղել, ինչու եք ընտրել այս ոլորտը, որովհետև այսօր խոսքը գնալու է կյանքի ոլորտների բալանսի մասին, եւ տեսեք դուք փոփոխել եք, եղել եք մի մասնագետ, հետո դարձել եք ուրիշ, ինչու ենք կյանքի ընթացքում մենք փոխում մեր ընտրած բնագավառը։ Նախ եւ առաջ այդպես սկսեմ, ես իմ մասնագիտությունով բուժքույր եմ, այսինքն տարիներ աշխատել եմ Պարսկաստան հիվանդանոցներ, ունեցել եմ տարբեր տիտղոսներ, իմ բուժքույր ընտրությունը որպես առաջի մասնագիտություն էլի կապ ունի մեկ ձևով կազմակերպության ներկա իմ աշխատանքին, քանի որ բուժքույրության մեջ էլ եթե դու բնաս չսիրես, որ ժողովրդին դու օգնես, չես կարող մտնես այդ ճյուղի մեջ։ Այսինքն դու այնքան տարվում ես քո ճյուղով եւ քո մարդկային գծերով, որ արդեն քո անձը մոռանում ես։ Եվ կարծում եմ, որ այդ իծնեի մեջ եղել է ժողովրդին օգնելը, դրա համար ինձի շատ լավ, այսինքն նախնական ես շատ բուժքույրությունի հետ շատ կապված չեմ, բայց երբ որ մտամ ու տեսամ ինչպես եմ կարող իմ շուրջի ժողովրդին, իմ ընտանիքին, հիվանդներին, տարբեր մթնոլորտ ես օգնեմ, այդպես ինձի լավ եմ զգացել։ Այսինքն մարդկային կետերով ես այն ժամանակ եմ ինձի լավ զգում, որ կարողանում եմ ժողովրդին եւ իմ շուրջին եւ առաջին իմ ընտանիքին օգնել։ Եվ այստեղ մի հարց մի անգամից, իսկ ինչքան եք օգնում ինքներդ ձեզ։ Իսկ երկրորդ մասնագիտությունս ինձ եմ օգնել, ընտրելով հոգեբանություն։ Որովհետև տեսամ, որ ես արդեն որպես հիվանդապահ պետք ունեմ, որ ավելի շատ ժողովրդին տեսնել, այսինքն այդ սոցիալ կապերը այդպես էր, որ եթե ես ընտրել եմ հոգեբանությունը, առաջինը ինձ եմ ճանաչել, ուզեցել եմ իմ թերությունները, որտեղ բնական է, որ ամեն մարդ ունի թերություն, չի կարողացի, որ լրիվ է, մենակ Աստված նա, որ լրիվ է, այդպես ընտրելով երկրորդ իմ ճյուղս, օգնամ ինձի առաջինը եւ երկրորդը ավելի շատ ինձի ճանաչելով ինձի կարողացամ ավելի լավ մարդ ինձի դրսևորեմ իմ սոցիալ կյանքում։ Կարևորը որ տեսեք, դուք եք եկել այդ բալանսի հասկացողությանը, որ չկա միայն ֆիզիկական մարմնի առողջություն, պետք է լինի նաև հոգևոր, ընդհանուր մենթալ, մտային բալանս եւ մեր ամբողջ նպատակը այս մեր խոսակցության հենց դրանում է, որ մարդիկ հասկանան ինչպես ղեկավարել մարմինը եւ միտքը, եւ ինչպես ղեկավարել իրենց կյանքի ոլորտները։ Իհարկե իդեալական չենք կարող, միշտ լինում է մի ոլորտ, որ մեզ շատ է իհարկե ծանրաբեռնում, բայց մենք այսօր փորձելու ենք մեր եթերը դիտող մեր հետևորդներին տալ այն միտքը, որ աշխատեք առաջինը ձեզ համար, հետո բալանսավորեք կյանքի ոլորտները եւ հետո աշխատեք ուրիշների համար։ Այո։ Եվ վերջապես եկաք վերջին մասնագիտության։ Այո։ Այդպես եղավ, որ իմ ընտանիքս, առաջինը իմ աղջիկս արդեն 17 տարեկանում, որովհետև մենք մահմեդական երկրում ենք ապրում, արդեն որպես աղջիկ մի քիչ այդպես նեղված ներկար, փակագծի մեջ երեխեքը ցանկացան որ տեղափոխվեն, դժբախտաբար իմ ամուսինս որովհետև գործնական չէր կարողանում տեղափոխվել, մեկ քիչ մեր ընտանիքի միաբանությունը այստեղ խախտվավ, բայց քանի որ էլ արդեն երեխեքի կամքն էր, մենք տեղափոխվանք 7 տարի առաջ Երևան։
Այդպես է լավ, որ ես գալով Երևան արդեն բաց էին թողել իմ գործնական աշխարհը, իմ նախկին մասնագիտությունը եւ քանի որ իմ մեջ ավելի շատ խոսում էր այդ հոգեբանությունը օգնել ժողովրդին, ինձ մեջ տեսամ որպես կազմակերպիչ։ Եվ ինչ միջոցառումներ եք ավելի շատ կազմակերպում։ Կապ ունի պատվիրատուին, մենք նախընտրած պատվիրատու, երբ որ մոտ է գալի, լինի մկրտություն, նշան, հարսանիք, կոոպերատիվ, ինչ որ պատվիրատուն ցանկանա, մենք կազմակերպում ենք։ Դուք ունեք ձեր սոցցանցերը, բնականաբար մենք կտանք, որովհետև շատերին է հետաքրքիր, ինչպիսին են ձեր կազմակերպած միջոցառումները, ինձ եւս շատ հետաքրքիր է, Անա ջան։ Ես ինքս միշտ տարբեր մասնակցում եմ միջոցառումների, կազմակերպում եմ, իհարկե մասնագիտական առումով, ավելի առողջարական, վերականգնողական թեմաներով, բայց շատ եմ սիրում, որ մարդիկ հասկանում են նաեւ օրինակ մեդիտացիաների արվեստը, հասկանում են էսթետիկայի, գեղեցկության, իրենց միջավայրի մասին։ Այսօր բոլորս էլ սիրում ենք, որ մեր միջոցառումներին նկարվեն, գեղեցիկ վայրեր ունեն, անգամ ֆոտոզոնաներ եւ այլ։ Այսինքն, այդ ամեն ինչը դուք ապահովում եք ձեր միջոցառումների ժամանակ։ Այո, սիրելի Արմինե, այո, մենք աշխատում ենք յուրաքանչյուր պրոյեկտ, մեզ համար մի նոր պրոյեկտ է եւ աշխատում ենք, որ լինի աննման։ Երբ որ մի հատ պատվիրատու ներկա գալիս է ու ինչ որ միջոցառումի համար է խոսում, մենք անհատական ենք քննարկում եւ աշխատում ենք, որ տարբեր լինի մյուս, այսինքն միանման ծրագիրներ չլինի։ Հասկացա։ Այսինքն դուք կազմակերպում եք սկսած երաժշտությունից, դիզայնից, հա, ռեստորանից, ինչ որ միջավայրից, հա։ Այո, պարային։ Մենք ունենք բոլոր մասնագետներ, որ կարող ենք for լրիվ A to Z մենք տրամադրենք պատվիրատուին։ Այսինքն ֆոտոզոնա, ինչ որ դիզայն, ծաղկային, պարային, վարում, հա, երևի միջոցառում։ Բոլոր, այո։ Շատ լավ, հոյակապ։ Տեսեք, մի տեղում կարողանում ենք հոգսերը տալ մասնագետին եւ ինքներս գնալ զբաղվել միայն մեր տեսքով մեր գեղեցիկ գալ միջոցառմանը։ Ես այնքան սիրում եմ, որ յուրաքանչյուր մասնագիտություն ունի իր լավ կողմերը։ Այսինքն, եթե դու պրոֆեսիոնալ ես քո գործի մեջ, ավելավ է ես քեզ վճարեմ այդ գումարը, իմ ժամանակը դրանով թեթևացնեմ։ Այո։ Եվ բնականաբար գումարային խնդիրները միշտ էլ կան, այսօր մարդիկ տարբեր գնային դիապազոնում կարող են ձեզ դիմել, տարբեր քանակի մարդկանց։ Այո։ Շատ լավ։ Եկեք վերադառնանք մեզ։ Անա ջան, եկեք հասկանանք ինչ է կոդ բալանսը։ Ես ձեր առջև հիմա տրամադրել եմ ես մեր հետաքրքիր ծաղիկը, բալանսի անիվը, որտեղ 1-ից 10 բալանոց հաշվարկով տարբեր կյանքի ոլորտներն են։ Բիզնեսը, աշխատանքը, կարիերան, հա, դա ոլորտ է, հոգևոր զարգացումը, ներքին զարգացումը, մտավոր, մասնագիտական, հետո գալիս է ընտանիքը, հարաբերությունները, երեխաները առանձին թեմա են, իհարկե ընկերական շրջապատը նույնպես հարաբերությունների մեջ է մտնում։ Դուք ձերքի հետ քանի զրուցում ենք, փորձեք 1-ից 10 բալանոց համակարգով նշել ինչքան շատ եք ռեսուրս ու ժամանակ ծախսում այդ ոլորտի վրա, ինքը 10 բալին է մոտենում, ինչքան քիչ եք ծախսում օրինակ առողջության վրա։ Ես ամենակարևորն եմ մոռացել ասել, սեփական առողջությունը, ֆիզիկական առողջության մասին եմ խոսում եւ իհարկե մենթալ։ Տեսեք, շատ հաճախ մենք կարող ենք հոգեվոր մեդիտացիա անել, գրքեր կարդալ, ֆիլմեր նայել, բայց ժամանակ չունենանք ֆիզիկապես մարզվելու։ Եք հարց տամ ձեզ, մարզվում եք արդյոք։ Այո, հաստատ։ Աշխատում եմ, որ շաբաթը 3 պա անպայման գնամ մարզասրահ եւ մարզվեմ եւ իմիջիալոց իմ դասարներից մի մասը գնում է յուգա եւ մենթալ, որովհետեւ երբ որ դու ներքին խաղաղություն ունես, այսինքն այդ բալանս ունես մենթալ եւ քո մարմնի, արդեն դուսն էլ դու կարողանում ես նույնը 10 եւ ամեն ինչը գալիս է քո բացի ֆիզիկական քո առողջությունը, քո մենթալ։ Օրինակ ձեր շրջապատում ինչքան հաճախ եք տեսնում մարդիկ, ովքեր իրոք գնում են զբաղվելու սպորտով, ովքեր իրենց առողջությանը չեն թողնում, որ դանակը հասնի ոսկորին, հետո գան։ Օրինակ ես իմ կենտրոնում ընդունում եմ հաճախորդներ, չեմ սիրում ասել հիվանդներ, որտեղ մենք առողջ ապրելակերպի ծրագրեր ենք իրականացնում արդեն 20 տարուց ավել, եւ ինձ մոտ առաջին տեղում շնչառությունն է,
որը կամուրջն է մտքի ու մարմնի։ Չկա հոգեբան, որը չկիրառի շնչառական տեխնիկա, չէ՞, դուք ինձ հետ համաձայն եք եւ ֆիզիկականին միշտ Որովհետեւ վերջինն ենք ուշադրություն դարձնում։ Չնայած մենք այսօր բոլորս ինչ վիճակում ենք, գերհոգնած, գերլարված, այ անցյալ մեր ոդկասթի ժամանակ խոսում ենք շտապելու, վազքի մեջ լինելու մասին, մտքերը խառը, չկենտրոնանալ, քաոսային, այս գործը, որը հասցնեմ երեխայիս, ընտանիքիս։ Այ դուք կարողանում եք այդ բալանսը գտնել։ Եվ ձեր շրջապատում ինչպիսի մարդիկ են։ Ավելի շատ այդ լարված վազողներից են, թե այն որ կարողանում են հանգիստ, խաղաղ կազմակերպել իրենց կյանքը։ Արմինե ջան, ներկա պահին մեր շրջակա կյանքը, մեր ներկա կյանքը այնքան ստրես ունի, այսինքն այնքան արագացած է, եթե մենք մոռանում ենք այդ համադրությունը, մենթալ եւ ֆիզիկական, դա առաջինը մեզ է վնասում, երկրորդը մեր շրջակայքին։ Այսինքն ներկա, եթե անցյալում չկար այդ հնարավորությունը եւ չկար այդ բացատրումը եւ ժողովուրդը չէին հասկանում, որ ինչքան այդ մենթալ բալանսը եւ հոգեկան բալանսը եւ մարմնի ֆիզիկական բալանսը իրար հետ կապ ունի, չէին էդի հետաքրքրում, բայց ներկա պահին այնքան մենք ունենք ռեսուրսներ եւ այնքան ունենք ժողովուրդը գիտակցում է իր առողջության մասից, ներկա պահին շատ հետևողներ մենք ունենք, որ հետևում են եւ հասկացել են։ Այսինքն նախկինում ես 6 տարի առաջ երբ որ գնում եմ օրինակ մի հատ մարզասրահ, որ Երևանում էր, միգուցե այդքան մասնակից չկային եւ բավականին քիչ են, բայց հիմա արդեն զալերը այնքան լիքն են, որտեղ ժողովուրդը հասկացել են, որ ինչքան կարեւոր է իրենց կյանքում։ Ես այդ կողմից համամիտ եմ, որ շատ են գնում մարզվում են, սկսել են, երբ որ ես 22 տարի առաջ սկսում էի շնչառական ու ֆիզիկական վարժությունների կոմպլեքսները, որը այսօր ապացուցում է, որ կարող են դրանով զբաղվել ոչ միայն երիտասարդները, այլև մեծահասակները, որոնք ցավոք չեն կարող գալ այդ նույն մարզասրահները, սարքերով զբաղվելու կամ ինչի։ Եվ կան մարդիկ, ովքեր ուղակի ժամանակ չունեն, որ գնան, քանի որ անընդհատ ուրիշ գործերով են զբաղված, այդ կատեգորիան էլ կա։ Բայց մյուս կողմից էլ օրինակ մենթալի վրա դուք ինչ եք հասկանում մենթալ առողջությամբ զբաղվել։ Ինչ եք անում դուք։ Օրինակ ես աշխատում եմ, խնդրեմ, ես աշխատում եմ, որ meditation ունենամ, օրական 10 րոպե meditation ունենամ, որ մաքրեմ, որովհետև առաջինը դու եթե թույլ չտաս, որ այդ մտքերը, այսինքն թառնած դրությունը քո ուղեղում լինի, դու ավելի շատ կենտրոնացած կլինես քո բալանսի վրա։ Իսկ շնչառականը, ասեմ Արմինե ջան, որտեվ ես բուժքույր եմ, ինչքան առողջական, այսինքն եթե դու կարողանում ես լավ շնչես եւ շնչառականը փորձում ես, դու արդեն շատ թե սիրտը տա առողջ լինում, թե թոք տա առողջ լինում, թե մարմին տա առողջ լինում, դա որ այդքան կարևոր է շնչառական մեր մարզումները, այո։ Դրա համար միգուցե մենթալից ավելի կարևորը շնչառողական մեր մարզումներն է։ Այո, ես դա միշտ առաջին տեղում եմ դնում, թեկուզ իմ կենտրոն որ գալիս են, միշտ ավելի շատ տալիս եմ շնչառական, որտեղ ինչքան է թույլ լինի, հոգնած լինի, լարված ստրեսի մեջ, կամ նոր վիրահատությունից, հետո նոր հիվանդությունից, հետո այդ փուլը շատ կարևոր է մարդուն ուղղորդելու, որտեղից սկսեն, մարդը զգում է ինքը հոգնած է, բայց չգիտի բժշկի գնա, սպորտի գնա, ասում է գնամ վալողի շունչս կտրվում է, վազեմ, չեմ կարողանում հոգնում եմ, հա, կամ գտնվում է ինչ որ ալերգիաների մեջ, թունավորումների մեջ, այսօր դա էլ է ճնշումի համար, ճնշման տատանումներ։ Ես անցաչափած խնդիրներ ուներ մամեն, իր ճնշումը արդեն բավականին բարձրացել էր, օդային պայմանով թե ինչ որ տեղափոխում, որտեղ արդեն պատերազմի պատճառով եկել են, այո, Երևանեն, ես կարդում էի, որ ես ինչ անեմ, որ շատ արագ մամի ճնշումը կարողանամ կարգավորեմ ու ես տեսամ հիմա դե ChatGPT-ին շատ մոդա է ու այդպես դիմամ ChatGPT-ին շատ շշկրված, որտեղ արդեն 180-190-ի վրա էր գնացել ու իմ ամուսինս բժիշկ է, բայց ինքը ասում էր դե ինչ որ դեղ բան, ես մտածում որ եթե ավելի նոր դեղ տան, որովհետև քանի որ իմ ամեն սովոր չի իր մարմենով մի ավելի նոր դեղի, ասում միգուցե ինչ որ խնդիրներն են, որտեղ իր բժիշկն էլ ստեղ չի, Պարսկաստան է իր բժիշկը ու անմիջապես ChatGPT-ին ասամ իր քանի հատ ինքը մոտավորապես 5 հատ կետով ինձի նշավ, առաջինը շնչառողական հարցն էր, այո, մամին դրել եմ ու իրան ասել եմ սովորացրել եմ, որ եթե ուղղակի չենք ուզում շատ երկարեցնել,
որտեղ մենք կարող ենք շատ խոսել, բայց ուզում եմ, որ մեր լսողները եւ դիտողները անպայման հասկանան, որ դուք այդքան դժվար հիմա իրավիճակում, տեսեք, հարազատները եկել են պատերազմական երկրից այս ծանր օրերին, ամեն դեպքում ուզում եմ ձեզ նույնպես համբերություն, ես ինքս անցյալ տարի եղել եմ Պարսկաստանում ու շատ ցնցված եմ այն ընդունելությունից, որ մեզ ցույց էին տվել, ամեն դեպքում հուսով եմ, որ ամեն ինչ շատ լավ կլինի եւ խաղաղություն կլինի ամբողջ աշխարհում, ես հիմա չեմ ասում, եթե առաջ միայն ասում էինք Հայաստանում եւ այլ, այսօր ամբողջ աշխարհում։ Սիրելիներս, հետևում եք մեր եթերներին, որովհետև մենք պարբերաբար շատ հետաքրքիր հյուրերի ենք կանչելու եւ դուք լսելու եք յուրաքանչյուրի կյանքի պատմությունը եւ հաստատ դրա տակ կգտնեք ձեզ նման կետեր։ Մեր եթերում լինելու են թեմաներ, որոնք ընտրելու եք ինքներդ։ Պարտադիր հետևեք հաջորդաբար մեր եթերներին, որովհետև նրանք լինում են եւ ռադիո Մարշալի եթերում առաջինը եւ հետո լինում են մեր YouTube-յան ալիքում։ Անպայման ձայնագրությունները, տեսագրությունները կպահպանվեն մեր էջերում եւ եթե ձեզ հետաքրքիր է այս կամ այն հյուրի հետ անձնակապնվելը, իհարկե նույնպես հնարավորություն կունենաք։ Ասեմ, որ տեսնում եք բոլորովին այլ ոլորտից մարդ եւ հանկարծ բարձում է, որ շնչառությունը կիրառում են որպես ճնշման կարգավորման մեթոդ։ Ես ուղղակի ուրախ եմ դրա համար, Անետ ջան, եւ ձեզ հետ ծանոթանալու համար։ Ստացվեց մեզ մոտ Անիվի տեսք, թե դարձավ ինչ-որ տեղ ծռմռված, որովհետև կարող է դուք առողջությանը շատ եք տալիս կամ սպորտին, քիչ եք տալիս ընտանիքին, շատ եք տալիս բիզնեսին, օրինակ տնային տնտեսուհին ամբողջ օրը տան գործ է անում, հետո էլ տեսնում է, որ չհասցրեց ընկերուհիների հետ գոնե գնա ինչ-որ մի սրճարանում թեկուզ թեթև լիցքաթափվի ու ժամանակ անցկացնի։ Ասեմ, որ յուրաքանչյուր ոլորտ կարևոր է սիրելիներս եւ բալանսը ձեր կյանքում սկսվում է ձեր շրջապատում եւ ձեր ներսում կարգավորել ինչքան ժամանակ տրամադրել, ինչքան էներգիա տրամադրել ընտանիքին, ամուսնուն, երեխաներին, աշխատանքին։ Հիմա դուք բոլորդ հաստատ աշխատանքին ավելի շատ եք տալիս, քան մյուս ոլորտներին։ Ես դրանում ուղղակի համոզված եմ։ Անետ ջան, ինչ ստացվեց։ Ես ձեզ ներկայացնեմ, թե ուղղակի ցույց տվեք, ես տեսնեմ։ Ունեցեք։ Բավականին բալանսավորված է Անետի մոտ, որովհետև տեսեք 3 տարբեր մասնագիտություն եւ 3-ը մեկը մյուսին լրացվող, շատ հաճելի էր Անետ ջան։ Ուրեմն հուսով եմ, որ մենք կկարողանանք այսպիսի հետաքրքիր միջոցառումներ օֆլայն կազմակերպել եւ հրավիրել մեր հետևորդներին ու եւ ռադիո լսողներին։ Սիրով, շատ շնորհակալ եմ ձեր հրավերից եւ շատ շնորհակալ կլինեմ, որ կարողանանք Հայաստանում էլ նույն ձև այդ կազմակերպությունները մենք կարողանանք ներկայացնել։ Այո, ես ասեմ, որ ես միտք ունեմ պարերի երեկոներ ստեղծել հատկապես 70+ մարդկանց համար։ Վերջերս ներկա էի Իտալիայում եւ ուղղակի ցնցված էի, թե ինչ ոգևորությամբ էին մարդիկ գալիս։ Ուզում եմ, որ մի քիչ կուլտուրա զբաղվելու, ակտիվանալու, սկսենք նաեւ մեր մեծահասակներին համար, իրենց նույնիսկ մենք այս տարիքում արդեն տեղ չունենք ուր գնանք պարենք, որտեղ մեզ հանկարծ այսպես չեն նայի, այն էլ հայկական միջավայրում։ Այդ առումով ուզում եմ, որ մենք հետաքրքիր մի ծրագիր սկսենք միասին։ Շնորհակալություն, որ եթերում եք, շնորհակալություն, որ լսում եք։ Արմինե Գրիգորյանն եմ, նեյրոֆիզիոլոգ, կոդ բալանս։